Բարև ձեզ սիրելի բարեկամներ, եթերում Նոյան Տապանի քննարկում հաղորդաշարն է եւ այսօր մեր քննարկմանը մասնակցելու են ազգային օրակարգ կուսակցության խորհրդի նախագահ Հայաստանի Հանրապետության նախկին դեսպան Արա Հակոբյանը եւ բժիշկ սրտային վիրաբույժ բժշկական գիտությունների դոկտոր Վահե Գասպարյանը։ Ողջունում եմ պարոնայք, սա մեր այս ֆորմատով երրորդ հաղորդումն է արդեն եւ կարելի է նշել, որ հեռուստադիտողներին այս հաղորդումը դուր է գալիս դատելով եւ դիտումների քանակից եւ կոմենտներից։ Այսօր եկեք քննարկումը սկսենք ազգային ժողովում կառավարության գործնեության ծրագրի ընդունման հետ կապված իրադարձություններով։ Մենք գիտենք, որ ազգային ժողովում քննարկում էր այս ծրագիրը, եղան բազմաթիվ հարցեր, պատասխաններ եւ եկեք տեսնենք, թե ինչ ավելի ամենակարևորը ինչ կարելի է առանձնացնել այս ամբողջ իրավիճակից։ Սկսենք ձեզնից, պարոն Հակոբյան։ Տեսեք, Փաշինյանը բերեց 26 թվականից 31 թվականը ծրագիրը կառավարության եւ այդ ծրագրում ներառված էր փաստացի այն դրույթները հիմնականում, այսինքն ծրագիրը բավականաչափ բազմ էջ էր եւ բազմաթիվ հարցեր էր անդառնում, բայց այնուամենայնիվ հիմնական դրույթները, ինչի մասին մենք համատեղ տարիներ շարունակ խոսում ենք եւ քննարկում ենք եւ նախազգուշացնում ենք եւ հայտնում ենք եւ հորդորում ենք կամ պահանջում ենք, որ դրա դեմ պայքար լինի, այնուամենայնիվ տարիներ շարունակ այդ ընթացքում մեր արտահայտած եւ նախազգուշացված դրույթները ներառված են, որոնք են դրանք։ Հարց առաջին, դրույթ առաջին, հայկական հարցի փակում։ Դա գործող իշխանական համակարգի Հայաստանը 35 տարի տիրող եւ այսօրվա Փաշինյանական վարչակարգի առաջնային հիմնական դրույթն է հայկական հարցի փակում։ Դա ինչա փաստացի նշանակում, դա փաստացի նշանակում է 1921 թվականի Մոսկվա եւ Կարսի պայմանագրերի փաստացի վավերացում, իսկ ճանաչում որպես օրինական, այսպես կոչված Ալմատի հռչակագրի չարտահայտված դրույթի հիման վրա, որ իբրև այնտեղ սահմանների մասին բան կա գրած, որ վարչականը դառնում է միջպետական, այդ հիմքով այդպիսի բան չկա, սովետականացված սահմանների օրինականացում եւ բոլոր անխտիր պահանջատիրության հարցերի փակում, այսինքն պահանջատիրություն առ այն, որ միջազգայինորեն ճանաչված առաջին հանրապետության սահմանները կան, որոնք ռուս-թուրքական համատեղ արշավի արդյունքում 20-ականներին, 1920-ականներին չեղարկվել են փաստացի գետնի վրա եւ Հայաստանը բռնազավթվել եւ բռնակցվել է, դրա ճանաչում, երկրորդը ցեղասպանության եւ հայրենազրկման նկատմամբ պահանջատիրության վերացում եւ հատուցման բացարձակ չեղարկում եւ հայկական առաքելության եւ հայկական քաղաքակրթության նկատմամբ բոլոր հայոց իղձերի եւ նկարտումների վերացում։ Սա է, որ Փաշինյանը եւ մինչ Փաշինյանը եղած բոլոր վարչակարգերը հաջորդական եւ համընթաց իրականացրել, Փաշինյանը հիմա դա վերջնականացնում է, փորձում է վերջնականացնել անունը դնելով իրական Հայաստան, անունը դնելով 4-րդ հանրապետություն։ Սա առաջին դրույթ։ Երկրորդ դրույթ, որպեսզի այս առաջինը, այսինքն հայկական պետականության, էությամբ հայկական, բովանդակությամբ հայկական, պետական ինքնիշխանության եւ հայկականության դուրս մղում իրականացվի տարածաշրջանից եւ հայկական բարձրավանդակից ընդհանուր առմամբ Փաշինյանը թիրախավորում է եզակի պահպանված, դրա մասին նորից ենք խոսել, եզակի պահպանված ազգային հոգեվոր կառույցը։ Դա եկեղեցին է, հայ առաքելական Սուրբ եկեղեցին։ Առաջի դրույթի մեջ իհարկե ներառված է ամբողջ պետական ինստիտուցիոնալ կառույցները, երկրորդ դրույթի մեջ հայ առաքելական Սուրբ եկեղեցին, որովհետև հայ առաքելական Սուրբ եկեղեցին այն եզակի, ինչպես ասացի, պահպանված կառույցներից է, որի հենքով կարելի է ազգային ազատագրական, որի աջակցությամբ, այսպես ասենք, կարելի է ազգային ազատագրական պայքար նախաձեռնել։
Եվ ինչ է ասում Փաշինյանը հայ առաքելական եկեղեցու մասով, ասում է, որ եկեղեցին լինելով խոցելի, տեսեք հետաքրքիր բան է, բառը, որ օգտագործում է Փաշինյանը, մենք բազմաթիվ անգամ այստեղ քննարկել ենք։ Նա նույնպես խոսում է եկեղեցու խոցելիության մասին։ Եկեղեցու խոցելիության մասին խոսելով, ասում է, որ այդ խոցելիությունը օգտագործվում է երրորդ երկրների կողմից։ Ի հակառակ հայ պետականության։ Խոցելիությունը կարող է եկեղեցու խոցելիությունը կարող է օգտագործվել ինչպես երրորդ պետությունների կողմից, այնպես էլ հենց Փաշինյանի կողմից, որպեսզի եկեղեցու զորությունը համահայկական զորությունը չեղարկվի։ Եվ եկեղեցին դադարի լինել այն հնարավոր կառույցներից մեկը, այն հնարավոր ինստիտուտներից մեկը, որի աջակցությամբ կարելի է հակահայ օտարի իշխանության ներքո եղած այս վարչակարգի դեմ պայքար սկսել ազգային ազատագրական տիրույթին։ Դա երկրորդ բանն է, եւ այստեղ նույնպես մենք լուծումը առաջարկել ենք, եւ այդ լուծումը դժբախտաբար չի տրվում։ Լուծումը հետեւյալն է, որ եկեղեցին ինքը թույլ չտալով, որ Փաշինյանը կամ որևէ այլ կառույց կամ կազմակերպություն մտնի եկեղեցու մեջ, եկեղեցին ինքը իր մեջ, եթե եկեղեցին իրականում ազգային է եւ հոգեվոր ազգային է, ինքը իր մեջ իր խոցելիության խնդիրները լուծի եւ եկեղեցին իսպաս դնի հայկական ազգային ազատագրական շարժմանը։ Դա երկրորդ դրույթն է եւ երրորդ դրույթը, ինչպես եւ արդեն ասեցի, սահմանադրության փոփոխությամբ եւ կապիտուլյացիոն փաստաթղթի վերջնական ստորագրմամբ Ադրբեջանի հետ, որի անուն նախահաղության փաստաթուղթ, այս իմ նախորդ երկու ասած, այսինքն հայության եւ հայկականության դուրս մղումը տարածաշրջանից, ինքը դրան տա իրավական դրսևորում։ Հիմա սահմանադրության փոփոխության համատեքստում Փաշինյանը շատ հետաքրքիր բան ասեց։ Ես ավելին ասեմ, օրինաչափ բան ասեց։ Փաշինյանին մեղադրում են, որ սահմանադրության փոփոխությունը եւ մասնավորապես սահմանադրության մեջ անկախության հռչակագրի այդ տեքստի դուրս հանելը Ադրբեջանի պահանջի դրսևորում է։ Այսինքն նա կատարում է Ադրբեջանի պահանջը, Փաշինյանը այստեղ օրինակ է բերում։ Օրինակը հետեւյալն է, ասում է, լավ, ինձ այդպես բան են ասում, 35 տարի թե այսքան թիվ ասում, կամ 25 տարի ասում, կարևոր չի։ Շարունակ խոսել են, բանակցել են Ղարաբաղի հարցում առայն, որ 7 տարածքները պետք է հետ տան։ Բանակցել են, թե չէ։ Երբևիցե, ասում է Փաշինյանը, հայկական կողմը տենց դրույթ է առաջ մղել, չէ։ Ադրբեջանական կողմը կամ ինքը չի ասում ռուս-ադրբեջանական, ռուս-թուրքական կողմը, ասում է ադրբեջանական կողմը, թող այդպես լինի։ Ադրբեջանական կողմն է, չէ, դա առաջ մղել, այդ դրույթները առաջ տվել եւ հայկական կողմը բանակցել է, ինչը այն ժամանակ էլ էր հայկական կողմը ադրբեջանցիների պահանջը կատարում, որ հիմա ես ասում եմ սահմանադրության փոփոխություն, ասում եք Ալիևն էլ ասում։ Հարցի պատասխանը հետեւյալն է. այո, այն ժամանակ էլ եւ հիմա էլ դուք որպես ընդհանրական իշխանական համակարգ Հայաստանը տիրող եւ օտարի շահերը սպասարկող 35 տարի օտարի օրակարգներն եք սպասարկում։ Այդ թվում ազատագրված տարածքների վերադարձ, չեմ ասում ի վերջո դա նպատակը Ղարաբաղի վերադարձն էր ընդհանուր ռուս-թուրքական համատեքստում։ Այսինքն այնտեղ բանավեճերը ես դրան չեմ ուզում անդառնալ, որտեղ դա երկրորդային է, որտեղ այսօրվա տիտղոսային հանդիմությունը հանդիսանում է ֆոն, այսպես ասած, Փաշինյանական ծրագրերի իրականացման համար։ Ես ավարտեմ հետևյալով։ Ընդունվեց ծրագիրը, եւ այս ծրագիրը, որը ընդունվեց որպես հետագա 5 տարվա ծրագիր, եթե իրականացվի, ապա այդ իմ թվարկած բոլոր դրույթները կյանքի են կոչվելու, նոր տարածքներ են հանձնվելու կապիտուլյացիոն Տիգրանաշենը կամ Քյարքին, ինչպես Փաշինյանն ասում, ազգային տարածքներ, ազգային եւ պետական տարածքներ են հանձնվելու եւ բոլոր նախադրյալները լինելու են տեղում, որպեսզի հայությունը, հայկականությունը եւ հայ պետականությունը դուրս մղվի տարածաշրջանից։ Դուք սրա մասին բազմից եք զգուշացրել ձեր տարբեր ելույթներում,
մենք տեսնում ենք, որ ըստ էության ոչինչ չի փոխվում, որ այն ծրագիրը, որի մասին խոսվում էր ընդամենը, հիմա արդեն դարձել է ծրագրի միսու արուն է ստացել եւ դա արվում է, բայց մեր հանրության մեծամասնությունը կամ ճնշող մասը, գերակշիռ մասը կամ հսկայական զանգված իրենք այդ վտանգը չեն զգում, որովհետև իրենք սպասում են Փաշինյանից ինչ-որ մարտավարական գործողություններ իրավիճակը պահպանելու այն սև գույները, որ դուք եք ներկայացնում, իրականում եթե հիմա հարցում անենք փողոցում, մարդկանց հարցնենք, դուք տեսնում եք այդ վտանգները, շատ շատերը կպատասխանեն ոչ, եւ դա գալիս է նրանից ոչ թե նրանից, որ նրանք հետաքրքրված չեն քաղաքականությամբ, չեն լսում եւ այլն, այլ այն ինչ որ մենք ասում ենք, ըստ երևույթին բավականաչափ հիմնավորված չի։ Ես կուզեի լսել Վահե Գասպարյանի տեսակետը այս հարցի շուրջը, արդյոք մենք կարողանում ենք այն վտանգներն ու հնարավոր ուրեմն սպառնալիքները adekvat ձևով ներկայացնել մեր հանրությանը եւ եթե այո, ինչու ապա մեր հանրությունը այդքան ականջալուր չի լրում այն բանախոսներին կամ այն վերլուծողներին, որոնք որ ներկայացնում են իրականությունը այդ կտրվածքով։ Ես կարծում եմ, որ հանրության մեջ տիրող տրամադրությունները մեծ փոփոխություններ են ապրել եւ միգուցե 21-22 թվականներին հանրության գերակշիռ մասը հավատում էր դեռևս վստահում էր Փաշինյանին, ասում էր, որ Արցախյան այդ 44-օրյա պատերազմում Փաշինյանը մեղք չունի, նախկիններն են մեղավոր եւ այլն, բայց դրան հաջորդող իրադարձությունները, Արցախի հայաթափումը, Ջերմուկի ագրեսիան, Կիրանցի հանձնումը, եկեղեցու հետ կապված Փաշինյանի գործողությունները, սահմանադրության, Արարատ սարի եւ այլն, բերել են նրան, որ Փաշինյանը շատ ավելի հայ հանրությունը, ժողովուրդը շատ ավելի ստապ է հիմա գնահատում Փաշինյանին եւ նրա վարած քաղաքականությունը։ Սա մեկ, երկրորդը ես կարծում եմ, որ մեր ժողովուրդը հիմա շատ ավելի լավ է հասկանում ինչումն է խնդիրը։ Իսկ խնդիրը կայանում է նրանում, որ Վիլսոնյան իրավարար վճռի ի հայտ գալուց անմիջապես հետո ռուսների եւ թուրքերի մոտ մի մեծ գլխացավանք առաջացավ, թե ինչպես չեզոքացնել այդ վտանգը եւ ինչպես անել այնպես, որ նրանք տիրեն այս տարածաշրջանին Հավիտյանս Հավիտենից։ Այդ նպատակով ստորագրվեց Մոսկվայի պայմանագիրը, այդ նպատակով եղավ ռուս-թուրքական համատեղ ագրեսիան, բռնազավթումը, բռնակցումը Հայաստանի Հանրապետության օկուպացիան անեքսիան, հա, եւ եթե խորհրդային տարիներին ռուսներին եւ թուրքերին այդ խնդիրը չէր անհանգստացնում, այն պարզ պատճառով, որ չկար հայոց պետականությունը անկախ եւ չկար հայ-թուրքական սահման, կար խորհրդային սահմանը Թուրքիայի հետ, ապա 91 թվականից հետո այդ խնդիրը նորից առաջացավ եւ ռուսները 35 տարի շարունակ կամ 30 տարի շարունակ լուծում էին այդ խնդիրը Կրեմլի դրածոների միջոցով, Հայաստանը գաղութացնելու միջոցով, գուբերնիայի վերածելու միջոցով, երրորդ հանրապետության միջոցով, որի բոլոր ղեկավարները Լևոն Տեր-Պետրոսյանից սկսած, Ռոբերտ Քոչարյանով, Սերժ Սարգսյանով եւ Նիկոլ Փաշինյանով ավարտված, հլու հնազանդ, ջանասիրաբար եւ մեծ պատրաստականությամբ սպասարկում էին ռուս-թուրքական շահերն ու պլանները Մոսկվայի Կարսի պայմանագրից ելնելով։ Վիճակը կտրուկ սկսեց փոխվել 2020 թերևս 5 թվականից, երբ որ տարածաշրջանի գործերին ակտիվ սկսեց խառնվել արևմուտքը եւ ի հայտ եկավ թրիփ նախագիծը։ Ընդհանրապես եթե
վերլուծենք Փաշինյանի իշխանության այս 8 տարվա ժամանակաշրջանը, ապա ուրեմն ես կբաժանեի այն մի քանի հատվածների 18-ից 20 թվականներ, երբ որ Փաշինյանը բերվեց իշխանության, թող հիմա ինձ ոչ մեկ չհամոզի, որ եղել է ինչ-որ հեղափոխություն, Թավշյա եւ այլն, այդ հեղափոխությունը դա փաթեթավորումներ իշխանափոխության, որովհետև բազմաթիվ են փաստերը, մարդիկ հիշում են, հա, մարդը գալիս է Սերժին իշխանությունից հեռացնի Գյումրիից քայլելով գալիս է եւ բռնապետ Սերժ Սարգսյանը ոչ միայն նրան չի ձերբակալում, այլ հմեկին ուղարկում է, որ լուսաբանեն այդ քայլողներին, հետո վրաններ են տեղադրում, ռադիոտուն են գրավում, ոստիկանությունը ոչինչ չի անում, զապիսկա են փոխանցում Օսիպյանի ուսերի վրայից եւ այլն, մի խոսքով Եվ այդ ժամանակ 18-ից 20 թվականները ստեղծվեց Փաշինյան միֆը, հեղափոխական, հայրենասեր, Արցախը Հայաստանը եւ վերջ Փաշինյանի հայտարարությունները տեղի ունեցան առաջին ձերբակալությունները Ռոբերտ Քոչարյան, Սաշիկ Սարգսյան, Մանվել Գրիգորյան եւ հայ ժողովրդի մոտ ստեղծվեց այդ թյուր կարծիքը, որ ահա եկել է Մեսսիան, որը պիտի պատժի նախկիններին 20-23 թվականներին Փաշինյանը հատուցեց եւ պարտքը վերադարձրեց Մոսկվային Լավրովի պլանը կյանքի կոչելով եւ Արցախը նորից վերադարձնելով թուրքերի վերահսկողության տակ 24-25 թվականներին, երբ որ տեղի ունեցավ Արցախի հայաթափումը, Փաշինյանի քաղաքականությունը սկսեց ավելի շատ թեքվել դեպի Թուրքիա եւ Ադրբեջան ի հայտ եկավ այդ Էրդողանի գիրքը կրծքին սխմելը, հարձակումները եկեղեցու վրա, Արարատ սար, ցեղասպանություն եւ այլն։ Եվ այստեղ սկսեց առաջանալ ռուսների դժգոհությունը, որտեղ ռուսների պլանների մեջ չի մտնում Հայաստանի ամբողջական վիլայեթացումը։ Նրանք պիտի պահպանեն ինչ որ չափով իրանց վերահսկողությունը Հայաստանում, իդեմս ռազմաբազայի, իդեմս երկաթգծի, Միջանցքի վերահսկողության եւ այլն։ 25 թվականից հետո արդեն արևմուտքը ներգրավվեց Հարավային Կովկասի գործերի մեջ եւ Փաշինյանի վրա հիմա 3 կողմից կա ճնշում։ Արևմուտք, Ռուսաստան, Թուրքիա կամ Թուրքիա պլյուս Ադրբեջան։ Եվ ինքը հիմա փորձում է մանևրել այդ 3 աթոռներին միաժամանակ նստել եւ այլն եւ այլն։ Այսօր հայտնի դարձավ, որ սեպտեմբերի 1-ին Շանհայյան կազմակերպության գագաթնաժողովին Բիշկեկում կկայանա Փաշինյան-Պուտին հանդիպումը, Կրեմլը շարունակում է հրաժարվել Փաշինյանին հրավիրել Մոսկվա եւ նրան ընդունել Կրեմլում, Մոսկվայում եւ Բիշկեկում Փաշինյանը խնդրեց, որ այդ հանդիպումը կայանա, սա հայտնում է Միկա Բադալյանը եւ այս ձերբակալությունները Գագիկ Ծառուկյան, Ռոբերտ Քոչարյան եւ տնային կալանքը Սամվել Կարապետյանի, սա այն փոխանակման ֆոնդն է, Աբմեննի ֆոնդն է, որով Փաշինյանը պիտի փորձի շանտաժի լեզվով խոսել Վլադիմիր Պուտինի հետ։ Ուրեմն այսօր լրանում է այն 1 ամսյա ժամկետը, որը ըստ որոշ լուրերի Պուտինը տվել է Փաշինյանին հուլիսի 27-ի վերջին նրանց հեռախոսազրույցի ժամանակ, կենացները քաղցրանում են եւ Փաշինյանը հիմա պիտի ինչ-որ մի բան անի, նա փորձելու է այնուամենայնիվ դեռևս լեզու գտնել Վլադիմիր Պուտինի հետ, բայց կրկնում եմ, ճնշումը շատ մեծ է, մեծ ճնշում կա նաեւ արևմուտքի կողմից, որոնք պահանջում են հրաժարվել ռուսական կոնցեսիայից, ռուսներից խլել երկաթգիծը եւ այլն եւ այլն։ Այո, ես համաձայն եմ պարոն Հակոբյանի հետ, նոր ընդունված այս ծրագիրը հակասահմանադրական է, որովհետև Սահմանադրական դատարանը 2 որոշում ունի 21-24 թվականներին, որ սահմանադրության նախաբանի բոլոր կետերը այդ թվում անկախության հռչակագրի վրա հղումը փոփոխման ենթակա չեն եւ որովհետեւ սահմանադրությամբ ամրագրված է հայ առաքելական եկեղեցու անջատ լինելը պետությունից։ Հետևաբար կառավարության նոր ծրագիրը հակասահմանադրական է, բայց դա Փաշինյանին չի անհանգստացնում, ինչպես չէր անհանգստացնում Արցախի օտարումը, որը եւս հակասահմանադրական էր, որտեղ
անկախության հռչակագրում եւ սահմանադրությունը, որը հղում է անում այդ հռչակագրում, ֆիքսված է Արցախի եւ Մայր Հայաստանի վերամիավորումը։ Այո, ռուսները եւ ադրբեջանցիները 30 տարի շարունակ պնդում էին ինչ-որ տարածքների վերադարձ եւ այլն, եւ եթե ռուսները ցանկանային Արցախի հարցը լուծեին արդարացիորեն, նրանք բոլոր հնարավորությունները ունեին դա անել 94 թվականին, երբ որ հայոց բանակը հաղթողի կարգավիճակում էր, ադրբեջանական բանակը ջախջախված էր եւ Բիշկեկի զինադադարի փոխարեն պիտի կնքվեր կապիտուլյացիա, ինչպես հիմա փորձում է Ադրբեջանը անել, եւ ռուսները պիտի հարգեին Հայաստանի եւ Արցախի վերամիավորման որոշումը, որը ամրագրված է սահմանադրության մեջ, այլ ոչ թե մեր վզին փաթաթեին անկախ Արցախի կեղծ եւ պարտությանը տանող այդ կոնցեպտը կրեմլյան այստեղի խամաճիկների միջոցով։ Ես լավատես եմ, որովհետև ես կարծում եմ, որ արագ փոփոխվող աշխարհաքաղաքական իրավիճակը կստեղծի լրիվ նոր իրավիճակ մեր տարածաշրջանում, որից կբխի եւ որը կթելադրի արդեն համակարգային փոփոխություններ Հայաստանի ներսում։ Իմ խորին համոզմամբ, որքան էլ փորձում են Արևմուտքի եւ Թուրքիայի շահերը մեկտեղել եւ ասել, որ Թուրանը բխում է Արևմուտքի շահերից, դա այդպես չէ, եւ ես վստահ եմ, որ Արևմուտքը չի ուզում Հայաստանը պոկել Ռուսաստանից, որպեսզի փոխանցի այն Թուրքիային։ Հայաստանը Արևմուտքին պետք է իր ռազմավարական շահերի համար, այն նոր ճարտարապետության համար հնդի-եվրոպական, որի մասին մենք բազմիցս խոսել ենք, որը բխում է եւ մեր ազգային շահերից, եւ Արևմուտքի ռազմավարական շահից, եւ Իրանի, եւ Հնդկաստանի, եւ այլն, եւ այդ իսկ պատճառով ես կարծում եմ, որ Փաշինյանը այս անգամ չի կարողանա ավարտին հասցնել իր սև գործը։ Եկեք հիշենք, որ 21 թվականի կառավարության այն ժամանակվա ծրագրում Փաշինյանը խոսում էր Արցախի կարգավիճակի մասին, Հադրութը Շուշին վերադարձնելու մասին եւ այլն։ Փաշինյանը խաբեց ժողովրդին, այն ժամանակվա ծրագիրը նա չկատարեց, այդ իսկ պատճառով նա իրավունք չունի մնալ իշխանությանը եւ ես վստահ եմ, որ դեպքերը բերելու են նրան, որ Հայաստանում տեղի են ունենալու փոփոխություններ, արմատական փոփոխություններ եւ ձևավորվելու է այնպիսի իշխանություն, որը կսպասարկի արդեն մեր երկրի շահերը։ Տեսեք, ես ուզում եմ երկու հարց տալ ձեզ հիմնականում ձեր ելույթի հետ կապված եւ Փաշինյանի հետ կապված։ Այո, Փաշինյանը չկատարեց իր առաջին 21 թվականի նախընտրական ծրագիրը եւ բազմիցս խոսեց հերոստատեսությամբ, ազգային ժողովում նրա մասին, որ իրենք հասկացել են, իրենց ծրագրերը փոխվել են։ Եղան ընտրություններ, դա ավելի քան հարմար իրավիճակ էր, որպեսզի ժողովուրդը, եթե համաձայն չի Փաշինյանի այդ ծրագրերին, իր ընտրությամբ այնպես աներ, որ Փաշինյանի քաղաքական ուժը չգար իշխանության։ Հիմա Փաշինյանի քաղաքական ուժը եկել է իշխանության բավականին ազդեցիկ զանգով, ես դեռ մի կողմ եմ թողում այն մեխանիզմը, որ ընտրական օրենսգիրքն են նվիրում իրենց ձայներ, այն զանգվածը, որը ընտրեց հենց Փաշինյանին, թեկուզ 50%-ից քիչ էր, բայց դա միևնույն է զգալի հատված էր, եւ արդյոք այդ զանգվածը Փաշինյանի խոստումը չկատարած եւ երկրորդ անգամ նոր ծրագիր առաջարկող Փաշինյանին վստահություն կվետվող զանգված էր։ Մենք պիտի հասկանանք, թե ինչու է Փաշինյանը կարողանում գրավել մարդկանց ուշադրությունը, գուցե մարդիկ են նրա նման մտածում։ Չէ, ես սկսեմ, ուրեմն նախ Փաշինյանը չի ստացել 49% ձայն, Փաշինյանը ստացել է 29% ձայն, որովհետև ընտրություններին մասնակցել է ընդամենը 50 քանի տոկոս, եթե չեմ սխալվում, դրա 49%-ը, բայց ընդհանուր բոլոր ընտրելու ձայնի իրավունք ունեցողների ընդամենը 29%-ը։ Սա մեկ, որովհետև ժողովրդի կեսից ավելին չմասնակցեց ընտրություններին։
կամ գոնե մի քիչ կեսից քիչ, հա, ասենք 40։ Բայց ուներ հնարավորություն մասնակցել։ Բայց չմասնակցելը եւս դիրքորոշման արտահայտություն է, այսինքն սա կոչվում է բան պրոցեսն է, այսինքն բոլորին դեմ եմ, հա, այդ բանով, այդ մղումով մարդիկ չգնացին եւ ոչ մեկին ձայն չտվեցին։ Սա մեկ, երկրորդը այն ձայները, որը Փաշինյանը ստացավ եւ դա արձանագրված է դիտորդների զեկույցներում, այդ թվում նաեւ ԵԱՀԿ դիտորդների, կիրառվեց ադմինիստրատիվ ռեսուրս, եղան բազմաթիվ խախտումներ, բանակի ներգրավում եւ այլն, այնպես որ եւ շատ խնդրահարույց է հունիսի 7-ի լույս 8-ի գիշերվա Փաշինյանի ժամը 2-ի հայտարարությունը, չլսված բան է աշխարհում, որ մարդը Երևանի ձայները դեռ հաշված չեն, ընդհանուր ձայների 10%-ն է հաշված եւ մարդը հայտարարում է իրան հաղթող։ Եվ վերջինը Փաշինյանը կրկին օգտագործեց նախկին ներկա սև սպիտակ այդ խաղը, իրական ազգային ընդդիմություն ցավոք սրտի այդպես էլ չերևաց ժողովուրդը հասկանում եք ժողովուրդը հիմա փնտրում է ոչ նախկին ոչ ներկա ազգային ապագա կարգախոսով հանդես եկող ուժ երրորդ ուժ որը որ չի առնչվում ոչ Կրեմլի հետ ոչ Թուրքիայի ոչ Ադրբեջանի ոչ մեկի հետ ոչ արևմուտքի իրական ազգային շահերից բխող ուժ եւ ինչու դա տեղի չունեցավ որտեվ Հայաստանը զավթված երկիր է, Հայաստանի քաղաքական դաշտը վերահսկվում է ռուս-թուրքական դաշինքի կողմից եւ ԶԼՄ-ները, ադմինիստրատիվ ռեսուրսը, այնպես որ Հայաստանը, եթե մենք ուզում ենք համակարգային փոփոխություններ, պիտի անցնի անցումային փուլով, անցումային արդարադատությամբ, լուստրացիա, քաղաքական դաշտը մաքրվի բոլոր տեսակի գործակալներից, որոնք սպասարկում են օտարին, նոր դրանից հետո կարող ենք խոսել ազատ թափանցիկ ընտրությունների մասին եւ իշխանության լեգիտիմության մասին։ Ձեր բացատրությունը այն էր, որ խախտումներն են պատճառը, որ այդքան ձայն ունի Փաշինյանը։ Խախտումներն են պատճառը եւ ես ձեզ վստահեցնում եմ, եթե մենք հիմա դուրս գանք փողոց եւ մարդկանց հարցում անենք, մարդկանց մեջ իրենց վերաբերմունքը հարցնենք իշխող վարչակազմի մասին, մեղմ ասած խիստ բացասական կարծիքներ կլսենք, մեղմ ասած։ Ես լրացնեմ անպայման, սա այն թեմաներից մեկն է, որ նորից բազմաթիվ անգամ քննարկել ենք եւ ես ասել եմ եւ պնդում եմ հիմա, որ քանի դեռ Հայաստանը գտնվում է օտարի իշխանության ներքո եւ Հայաստանում իշխանությունը այն համակարգը, որ այդ օտարի իշխանությունը սպասարկում է, հնարավոր չի ընտրություններ կոչվող միջոցառման միջոցով իրականացնել արմատական իշխանափոխություն, այսինքն Հայաստանը ազատագրել, հնարավոր չի, որովհետև այդ համակարգը ունի բոլոր գործիքները իրեն վերարտադրելու համար, որտեղ եւ խաղի կանոններն են իրանք թելադրում եւ դաշտը որտեղ դա կատարվում է իրանց դաշտն է եւ դատավորը արբիտրը այսպես ասած հենց իրանք են, այսինքն այդ ոնց պետք է լինի, որ այդ համակարգը պետք է լինի անմեղսունակ, որովհետեւ ինքը ինչ որ մի բան կազմակերպի եւ արդյունքում տեղ ունենա իր իշխանափոխությունը։ Ես հասկանում եմ դուք ինչ եք ասում։ Չէ, բայց ես ավարտեմ։ Ավարտեք։ Որտեվ չեմ ավարտի։ Երկրորդ բանը հետեւյալն է, որ այն ինչ որ արդեն պարոն Գասպարյանը ասաց։ Ոչ թե Փաշինյանն է հավաքել 29% կամ 19% կամ չգիտեմ, կարևոր չի դա, այլ իշխանական համակարգը իր իշխանական վարչակարգով եւ իր իշխանական ընդդիմությունով հավաքել է ձայների, այսինքն մասնակիցների, նորից մասնակիցների ձայների 100%-ը։ Որտեւ դիտոսային ընդդիմությունն էլ է նույն իշխանական համակարգից ռուս-թուրքական։ Փաշինյանն էլ է նույն իշխանական համակարգից ռուս-թուրքական։ Եվ նրանք իրար հետ հավաքել են ձայների, որոնք տրվել է որպես քվայ 100%-ը։ Սա պետք է հասկանալ, այսինքն պետք չի կեղծել, պետք չի հույսերին հույսերը առաջացնել, պետք չի։ Ազգային այլընտրանք դաշտում չի եղել եւ ամեն ինչ անում է իշխանական համակարգը ազգայնական
արտահամակարգային այլընտրանք, որպեսզի չլինի, որպեսզի հնարավորությունը չլինի հայերի, իրական հայերի, իրական ազգայնական հայերի ընդվզման համար։ Այդ հնարավորությունը արգելափակում են։ Եվ դրա համար այդ դաշտը փակ է, եւ վերջինը ասեմ։ Տեսեք, դուք հարց տվեցիք, ես այդ հարցին ուզում եմ պատասխանել։ Որտեղ մենք գնացինք ընտրություններ եւ այլն, բայց դուք սկզբից հարց տվեցիք։ Իսկ հարցը հետեւյալն էր. Այն մարդիկ չեն գնում, չեն ինքնաարտահայտվում, կարող մենք վատ ենք բացատրում։ Կարող մենք վատ ենք հիմնավորում են դրույթները։ Չասելով, որ մենք ամեն ինչ անում ենք կատարել, իհարկե, մենք եսի նկատի ունեմ ազգայնական ուժերը։ Չասելով, որ մենք անում ենք ամեն ինչ կատարել, հաշվի առնելով այն սահմանափակումները, որ նույն իշխանական համակարգը ռուս-թուրքական շահերը սպասարկող, թշնամու շահերը սպասարկող իշխանական համակարգը մեր նման անհատներին եւ ուժերին զրկել են առավելագույնս հնարավորինս բոլոր լծակներից ազդեցության եւ քարոզչության, դա դեռ մի կողմ դնելով հանդերձ, ես գնամ այն բանաձևին, որը մի քանի անգամ ասել եմ, նորից կրկնեմ, դա Միքայել Աչապյանի arczepiskopos արտահայտած բանաձևն է։ Եվ դրան գումարը ինչ որ ես ինքս եմ ասում։ Ես ասում եմ հետեւյալը, որ շատ մեծ հատված հայության, հայ հասարակության, Հայաստանում ապրողների շատ մեծ հատված, գերակա հատված, դժգոհ, հա? Շատ դժգոհ է։ Բայց նա չի դուրս գալիս, պատրաստ չի դուրս գալ իր հարմարվետության գոտուց։ Պատրաստ չի, իմիջիալից հետաքրքիր է, որ նմանատիպ ձևակերպում նորից, որ ինչ-որ մենք անհատացտ է տալիս ենք տվեց Փաշինյանը այս իր վերջի ելույթում, անը դնելով կամֆորտ զոնա, հարմարվետության գոտին դա կամֆորտ զոնան է։ Չի ուզում դուրս գալ եւ սպասում է, որ նեղ շերտը ազգայնականների կարողանա միաբանվի, դառնա առաջամարտիկ, գնա ճակատ եղած իշխանական համակարգի հետ ընդվզման եւ նոր կարող անդերից ինչ-որ մի շերտ կամ շերտ առ շերտ կան միանան։ Իսկ հիմա վերջում ասեմ նաեւ Միքայել Աչապյանի ասած խոսքը, որ դառը խոսք է, բայց այդ դառը խոսքը գալիս է տառապանքս փորձ ունի սկզբունքից եւ դա վերջի տասնամյակների մասին չի միայն խոսքը, հարամյակների պատմություն ունի դա։ Եվ ինչ ասում Միքայել Աչապյանը, այդ մեծ հատվածի համար հայության, եւ ես այդ դիմում եմ այդ հատվածին հիմա։ Ասում եմ ձեր մասին է խոսքը, հարգելիներս։ Ասում եմ հետեւյալը, որ հայրենիքը պաշտպանելու համար զոհողություն տալուն, գտել է այլընտրանք, հայրենիքը լքելը հայրենիքը։ Ես համաձայն եմ պարոն Հակոբյանի հետ, ավելին ասեմ, տեսեք, երբ որ Կրեմլը տեսնում է, որ կա ժողովրդի լայն զանգվածների դժգոհություն եւ կա վտանգ, որ այդ դժգոհությունը ազգային ուժերը կկարողանան կապիտալիզացնել եւ վերածել ազգային պորտկման ցասման եւ այլն, միանգամից հայտնվում է մի այսպես կոչված ընդդիմադիր գործիչ, որը այդ ժողովրդի գոլորշին բաց է թողում։ Սա հոյակապ PR տեխնոլոգիա է, որին KGB-ն հոյակապ տիրապետում է։ Մենք դա տեսանք Կիրանցի դեպքերի ժամանակ, երբ որ մարդը Կիրանցից, Տավուշից, ժողովրդին կիզակետից բերեց Երևան, լցվեց հրապարակը եւ հետո այդ մարդը այդ ժողովրդին ուղարկեց տներով, մսխելով այդ պոտենցիալը, հավատը եւ վստահությունը։ Եվ մենք դա տեսանք 25 թվականին, երբ որ Կրեմլը հասկանալով, որ թե Քոչարյանը, թե Սերժ Սարգսյանը սպառված գործիքներ են, մարած օբլիգացիա են եւ նրանք չեն կարող օգնել Փաշինյանին վերարտադրվել այնպես ինչպես դա եղավ 21 թվականին, հայտնվեց նոր գործիչ, ընդդիմադիր գործիչ, իդեմս Սամվել Կարապետյանի, որը միանգամից տվեց խոստումներ, հայտարարեց, որ ինքը հունիսի 8-ին լինելու է նոր վարչապետ, ուժեղ վարչապետ, մեր ձևով եւ այլն, ժողովրդի մի զգալի հատված եւ ցավոք սրտի որոշ քաղաքական գործիչներ ցավոք սրտի կուտը կերան, ինչպես ասում են, եւ հիմա
կրկին հիասթափություն, ժողովրդի գոլոշին բաց թողեցին, չեղան ոչ հետնտրական զարգացումներ, ոչ իշխանափոխություն, մանդատները խելոք վերցեցին եւ հիմա մենք տեսնում ենք ռուս-թուրքական թատրոն, հերթական թատրոնը հայոց խորհրդարանում։ Դրա համար ինչ է հարկավոր։ Դրա համար ցավոք սրտի ես այդ մտքին եմ մնում եւ գնալով համոզվում եմ, պիտի տեղի ունենա մի ֆորս մաժորային իրադարձություն, երբ որ Կրեմլը ինքը արդեն խնդրի մեջ կլինի, խնդիր կլինի, ես դա կոչում եմ խառնակ վիճակ Մոսկվայում, եւ ես այդ մթնոլորտը տեսել եմ Պրիգոժինի արշավի ժամանակ, երբ որ մարդը տանկերով շարժվում էր Մոսկվայի վրա, այդ երկու օրերը ես հիշում եմ ինչ մթնոլորտ էր տիրում այստեղ։ Քաղաքական դաշտը մանտրաշ էր, պարալիզացված էր, կրեմլահպատակները, ԱԱՑ-ն, ոստիկանությունը բոլորը։ Միայն երկու հոգի այդ ժամանակ հայտարարությամբ հանդես եկան, Գագիկ Ծառուկյանը Երևանում եւ Սամվել Կարապետյանը Մոսկվայում, հույս հատնելով, որ Ռուսաստանում, մեր բարեկամ երկրում վիճակը կխաղաղվի եւ այլն եւ այլն։ Այո, երբ որ մետրոպոլիան մեզ գաղութացնող այդ չարիքի կայսրության կենտրոնում տեղի ունենան քաոսային իրադարձություններ, բարենպաստ իրավիճակ կստեղծվի Հայաստանում ազգային վերելքի, զարթոնքի ցածման համար եւ ես վստահ եմ, որ Արևմուտքը այդ ժամանակ նեցուկ կկանգնի հայ ժողովրդի այդ ազնիվ մղմանը ազատագրվելու, ռուս-թուրքական դաշինքից դուրս գալու, լեգիտիմ օրինական ազգային իշխանություն իրական թափանցիկ ընտրությունների միջոցով, որը Արևմուտքը ընդունում է որպես ժողովրդավարական միջոց իշխանության ձևավորման, բայց կրկնում եմ, անցումային փուլից հետո, լյուստրացիայից հետո գնալ դեպի ազատ ընտրություններ եւ թող ինքը ժողովուրդը վերջապես որոշի, թե ում է վստահում երկրի ղեկը, երկրի շահերը եւ այլն։ Ես այս սցենարն եմ տեսնում եւ եթե մենք հիմա անցնենք Ռուսաստանի շուրջ տիրող իրադարձություններին, շատ կարեւոր դեպքեր են հենց հիմա այս օրերին տեղի ունենում։ Ես կհիմնավորեմ, որ այդ պահը շատ մոտ է։ Մենք կանցնենք դրան գովազդային ընդմիջումից հետո, բայց ուզում եմ ընդհանրացնել ձեր պատասխանները, մի խոսքով երկուսիդ պատասխանել այն էր, որ ժողովուրդը իրականում չի աջակցում կառավարությանը, այլ կամ մանիպուլացված է, կամ ուրեմն մեր տվյալներն են մանիպուլացված, ես անկեղծ ասած այդքան էլ չեմ կիսում ձեր կարծիքը, որովհետև ինքներս փորձել ենք հարցումներ անցկացնել ժողովրդի մեջ, ոչ համապատասխան սոցիոլոգիական հարցումներ, այլ պարզապես հարցումներ, եւ մեզ հանդիպել են բազմաթիվ մարդիկ, ովքեր հենց Փաշինյանի եւ իր ծրագիրն են պաշտպանել որպես ուրեմն մեր այլընտրական ապագա։ Ես այստեղ կընտրում եմ, գտնում եմ, որ ազգային ուժերը մեծ խնդիր ունեն իրենց մոտեցումները, իրենց ծրագիրը հանրությանը ներկայացնելու իմաստով եւ եթե կարողանան դրանք դա անել, գուցե այդ ժամանակ լինի այլ ընտրանք այդ մարդկանց համար գնալ Փաշինյանի հետևից, թե գնալ իսկական ազգային պետություն։ Ձեր ասածը մեր ասածին չի հակասում, այո, հայ ժողովրդի մեջ եւ բոլոր ժողովուրդների մեջ կա մի հատված, որը մտածում է միայն իր կենցաղի մասին, ստամոքսի մասին, որի համար զերո արժեք ունի Արարատ սարը, 29000 կլինի, թե քանի հազար քառակուսի կիլոմետր կլինի, Արցախ կլինի, թե չի լինի, ցավոք սրտի կան այդպիսի մարդիկ, դա բոլոր ժողովուրդներում կան այդպիսի հատված, բայց ես վստահ եմ, որ հայ ժողովրդի մեծամասնությունը, գերակշիռ մեծամասնությունը իրեն չի պատկերացնում առանց Արարատ լեռան, առանց հավատքի, առանց հայրենիքի, առանց Արցախի, առանց ազգային շահերի եւ այլն։ Շատ Ես լավ։ մի հատ ավելացնեմ, դա կարևոր է, կարծում եմ։ Ես համաձայն եմ եւ դա իրականում այդպես է, որ կա հայ կոչվող ժողովրդի մեջ հատված որոշակի, քանի տոկոս է ես չգիտեմ, որտեղ այդտեղ պետք է հաշվի առնել այն գործիքները, որ գործող իշխանական համակարգը կիրառում է քվեստ ստանալու համար, վարչական, ֆինանսական եւ այլն։ Բայց այնուամենայնիվ կան մարդիկ, ովքեր գնում են Փաշինյանի հետևից,
դրանց մեջից հանենք նաև որոշակի ճակերտներ մոլորյալներ, որտեղ 18 թվին դեռ հələ կարող են մոլորյալներ լինել, 26 թվին ենթադրում եմ արդեն ոչ, այսինքն դրանք գաղափարի հետևից, Փաշինյանական իրական Հայաստան գաղափարի հետևից գնացող մարդիկ են, այդտեն մարդիկ են ամենայն հարգանքով, որոնք բայց ապրում են սպառողական տրամաբանությամբ, լավ ապրելու, լավ քնելու, լավ ուտել խմելու, այդտեղ ազգայնականը եւ այն քաղաքակրթականը եւ այն իղձերը ինչի մասին պարոն Գասպարյանն ասեց չկա ավարտեմ եւ վերջինը պարոն Հարությունյան չկա այնպեսի սցենար չկա որ գաղափարական Փաշինյանականը երբևիցե դառնա գաղափարական Հակոբյանական կամ Գասպարյանական չկա այդպեսի սցենար այդ մարդիկ միշտ լինելու են այդ տիրույթում մեր թիրախը իրանք չեն այո համաձայն Շատ լավ, ուրեմն եկեք դուրս գանք կարճատև գովազդային դադարի, այս հարցին բարձրացրած ցավոտ էր, ես կարծում եմ այնուամենայնիվ սա պետք է փնտրել հենց այն ուժերի շրջանակում, որ ուժերը պատասխանատու են սրա համար, ինչևէ, գովազդային ընդմիջումից հետո անդրադառնանք այլ կարևոր իրադարձությունների եւ հարցերի Գովազդը եթերում սիրելի բարեկամներ մնացեք մեզ հետ Ֆելիչե ժամանակակից ատամնաբուժական կլինիկա Այստեղ հարմարավետությունն ու խնամքն առաջնային են Այստեղ կիրառվում են ատամնաբուժական ամենաժամանակակից տեխնոլոգիաներ ճշգրիտ ախտորոշում, արդյունավետ բուժում նուրբ փորձառություն եւ անհատական մոտեցում։ Սկսած սովորական մանրուքներից մինչև առաջադեմ ընթացակարգեր, այստեղ դուք գտնվում եք բարձր որակավորում ունեցող եւ փորձառու ատամնաբուժական մասնագետների ձեռքերում։ Մեր բարեկամական եւ հյուրընկալ անձնակազմն այստեղ է յուրաքանչյուր այցը հաճելի դարձնելու համար։ Ֆելիչե, ձեր առողջ եւ ամենաերջանիկ շպիտը սկսվում է այստեղից։ Եկեք եւ բացահայտեք նորարարության փորձագիտության եւ կարեկցանքի կատարյալ համադրությունը։ Երևան փոստը Գրանադայի ուզում տեղեկացնում է դրամական փոխանցումներ 1%-ով օթանավով 1 փաունդը 2.99 նավով ուղարկեք 1 արկղ երկրորդ արկղը անվճար ավտոմեքենաների փոխադրում անհավատալի արժեքներով ինչպես նաև կահույք եւ մեծ չափի բեռների փոխադրում Jackpot հագուստի խանութը երկրորդ մասնաճյուղն է բացել Գլենդելի սրտում, որտեղ կարող եք ձեռք բերել եվրոպական եւ ամերիկյան ընտիր հագուստեղեն, կոշկեղեն, աքսեսուարներ, պայուսակներ ամենահարմար արժեքներով։ Նաեւ կարող եք ցանկացած ապրանք պատվիրել եւ ձեռք բերել կարճ ժամանակում։ Jackpot-ի Գլենդելի հասցեն է 1135 North Pacific Avenue, հեռախոս 818 813 2252 Jackpot հագուստի լավագույն կենտրոնը Գլենդելում։ Արարատ ռեստորան, ընտանեկան եւ ընկերական ժամանցի լավագույն հասցե, սիրված արտիստներ, հյուրընկալ մթնոլորտ, հարուստ ճաշացան, անմահական խորտիկներ, Արարատ ռեստորան, հասցեն անփոփոխ, սիրով սպասում ենք ձեզ։ Լավագույն պաղպաղակ, բնական, համեղ եւ մատչելի գներով պաղպաղակը կարող եք ձեռք բերել բոլոր հայկական խանութներում, պահանջեք հայկական պաղպաղակ, Թամարա պաղպաղակ։ Նոյան տապան տպարան, Նոյան տապան հրատարակչություն, շարվածքից մինչև տպագրում, զանգահարեք, գրեք, այցելեք, միասին պատրաստենք ձեր գիրքը, ամսագիրը կամ թերթը, որտեղ նշվելու է, տպագրված է Նոյան տապանում։ Մենք շարունակում ենք մեր եթերը, մեր քննարկումը ազգային օրակարգ խորհրդի նախագահ Արա Հակոբյանի եւ սրտային վերաբույժ բժշկական գիտությունների դոկտոր Վահե Գասպարյանի հետ
Հաղորդման այս հատվածում ես կուզենամ մենք քննարկենք միջազգային իրադարձությունները, որոնք պակաս կարևոր չեն, ընդհակառակն շատ անգամ ավելի կարևոր են, քան մեր երկրում տեղ ունեցող այս մանր-մունր գզվրտոցները, եւ փորձենք հասկանալ, թե այն ինչ ասում էր Վահե Գասպարյանը կապված միջազգային իրավիճակի փոփոխությունների հետ, որը պիտի խթան հանդիսանա նաև փոփոխությունների Հայաստանում, առ ինչ է տեղ ունենում իրականում։ Սկսենք ձեզնից, պարոն Հակոբյան։ Տեսեք, ես ուզում եմ սկսել նրանից, առավելևս որ ժամանակը այդքան շատ չի, ուզում եմ սկսել նրանից, որ հայ-ռուսական, այսպես կոչված հարաբերություններում եւ ռուսների շարունակական ճնշումները Փաշինյանական վարչակարգի վրա, առ այն, որ Փաշինյանը տարածաշրջանում, մասնապես Հայաստանում եղած զարգացումներում պաշտպանի ռուսական շահը, պահպանի եւ պաշտպանի ռուսական շահը, այսինքն Փաշինյանը չդադարի լինել ռուսների նվիրյալ զինվոր, որին Փաշինյանը դիմադրում է իր ֆլուգերային բանից, քաղաքականությունից ելնելով, հասել են նրան, որ սպառնալիքները շարունակվում են եւ որևէ կերպ որևէ մի համաձայնության չեն ուզում գալ ռուսական կողմը։ Ուզում են իրենց այսպես ասած սապոգային ճնշումը իրականացնել։ Բայց ինչ է անում Փաշինյանը? Փաշինյանը ատամա ցույց տալիս։ Քոչարյանի ձերբակալումը, Ծառուկյան Գագոյի նկատմամբ եւ ձերբակալումը եւ կալանավորումը եւ նաեւ ազգային ժողովի ներս չթողնելը, ճնշումները տարաբնույթ, խոսակցությունները կոնցեսիայի երկաթուղու կոնցեսիայի վերացման ռուսական եւ հանձնումը թուրքական կողմին, ինչքանից հասկանում եմ, ղազախական կողմն առաջնային բանը առաջարկը, որ ունի Փաշինյանը եւ այլն։ Նա ատամա ցույց տալիս, ինչ է դա նշանակում։ Նա ասում է. Հարգելի սիրելի Վլադիմիր Վլադիմիրովիչ, ես հիմա ունեմ աջակցություն Էրդողանից, նաեւ մասնակիորեն Ալիևից, որտեղ Էրդողանի միջոցով է Ալիևը գործում ի վերջո։ Եվ ունեմ աջակցություն որոշակիորեն հավաքական արևմուտքից։ ԱՄՆ-ից առաջի հերթին եւ եվրոպական առանձին վերցած երկրներից եւ Եվրամիությունից այդ տվով։ Այդ քու ճնշումները ես կարող եմ որոշակիորեն դիմակայել, բայց ես չեմ ուզում դուրս գալ քու ազդեցության ծիրից։ Արի ինձ այդքան մի ճնշի, Արմեն Գրիգորյաններ հանեցի։ Բանա կոնցեսիայի մասով ասում եմ արի պայմանավորվենք, քուզած մարդկանց կամ քուզած կողմին տանք։ Այն վրա ճնշում կա, ասում են ռուսներին վերցրեք դա, ես չեմ կարող չվերցնել։ Արի պայմանավորվենք, թույլ ես լինեմ շարունակել մնալ քու հլո հնազանդ բանը, սպասարկուն։ Բայց կարող եմ եւ ատամ ցույց տալ, եւ ցույց է տալիս։ Հիմա ես կարծում եմ, որ եթե հանդիպում լինի, ինչպես ասես պարոն Գասպարյանը, ես չգիտեմ կլինի թե չլինի Բիշկեկում։ Բայց եթե լինի, պետքա փորձի Փաշինյանը գալ ընդհանրության ռուսների հետ։ Չի գա ընդհանրության, ռուսները այսինքն շարունակեն ճնշել, քանի որ ճնշում կա նաև թուրք ադրբեջանական կողմից եւ արևմտյան կողմից, եւ նրանք ավելի ուժեղ են այսօր, ռուսների դուրս մղումը Հայաստանից կդառնա, կարող է դառնալ առօրյական, եւ դա կլինի փառք Աստծո, մենք վերջապես հնարավորություն կունենանք երկիրը ազատագրելու։ Սա հայրենիքները ուրիշ երկրի ազդեցության տակ դա այլ խնդիր է, ուրիշ երկրի ազդեցությունը այս պահին այնպես չի որ չկա։ Ուրիշ երկրի ազդեցությունը շարունակում է Հայաստանում լինել, որտեղ դա ռուս-թուրքական ամեն պարագան, բայց այդտեղ ինչպես եւ ասվեց, այսօր կա արևմուտքի ներկայությունը, արևմուտքը ներկա է արդեն տարածաշրջանում եւ Հայաստանում, դա խիստ կարեւոր է։ Հիմա Ռուսաստանում եղած զարգացումները ռուս-ուկրաինական ես կարճ փորձեմ անցնել։ ԱՄՆ-ի կենտրոնական հետախուզական վարչության ԿՀՎ մենք խոսում ենք մինչև մի հատ ցռու ասենք, որպեսզի մարդկանց համար հասկանալի լինի։ Տնօրենի այցելությունը Մոսկվա դա կարծում եմ խիստ կարևոր է բոլոր իմաստներով, խիստ կարևոր է ռուս-ուկրաինական մասով, խիստ կարևոր է Իրանի մասով եւ խիստ կարևոր է ընդհանրապես աշխարհաքաղաքական իմաստով։ Ես կարծում եմ տարբեր են մեկնաբանությունները, անգամ Թրամփը ասեց դա ընթացիկ առօրեական սովորական քվազի ռուտին ասեց, հա, թե semi routine, կներեք, semi routine այցելություններ, այսինքն մեծ առանձնապես լավ մի նշանակություն մի թվով, բայց ես կարծում եմ դա քողածածկույթ է, իրականում դա մեծ նշանակություն ունեցող բան է եւ ես կարծում եմ
որ ռուսներին տրվել է վերջի հնարավորությունը Թրամփի կողմից։ Վերջի հնարավորությունը գնալ հնարավոր զիջումների միջոցով ամերիկյան դիկտատի տակ մտնելով եւ ամերիկյան կամքը կատարելու։ Ռուսներին ամերիկյան կամքը կատարելու։ Ռուսներին ես կարծում եմ տրված է վերջի հնարավորությունը։ Ռուսները այդ հնարավորությունից եթե հրաժարվեն նորից, էլի ես կասեմ փառք ասում, մենք կարող է ներկա լինենք նրանց, որ ռուսները ոչ միայն մեր տարածաշրջանից դուրս մղվեն, այլ նաեւ մնացած բոլոր հնարավոր տեղերից։ Շնորհակալություն, Ես մինչև ԿՀՎ-ի պետի տնօրենի կամ ՑՌՈ-ի պետի այդ անդրադառնալ, ուզում եմ պատասխանել ձեր հարցին, որ ռուսների ազդեցությունից դուրս գանք, մտնենք ուրիշի ազդեցության։ Նայեք, ներկա աշխարհում եւ ընդհանրապես միշտ այդպես է եղել, աբսոլյուտ անկախություն հնարավոր չէ պատկերացնել։ Չկան աբսոլյուտ անկախ երկրներ։ Նույն ԱՄՆ-ն լինելով գերտերություն համար 1 կախված է շատ ու շատ հարցերում, ասենք, չգիտեմ, Չինաստանից ներկրվող ապրանքներից կամ ասենք հազվագյուտ մետաղների հարցում այդ նույն չինական մոնոպոլիայից եւ Հա, բայց ոչ քաղաքական։ Բայց այստեղ խնդիրը այն է, որ դու պիտի կարողանաս ձևավորել ազգային իշխանություն, որը ոչ թե երկիրը կմտցնի այս կամ երկրի այլ երկրի տակ ազդեցության տակ, այլ կընտրի դաշնակից երկիր, որի շահերը իր երկրի շահերի հետ համընկնում են, եւ նույնիսկ դաշնակից երկրին հարկ եղած դեպքում կկարողանա ասել ոչ։ Ինչպես որ Զելենսկին լինելով, Ուկրաինան լինելով ԱՄՆ-ի օգնություն ստացող, կախված ԱՄՆ-ից շատ հարցերում երկիր դաշնակից եւ այլն, Թրամփին ասեց ոչ։ Անցած տարի փետրվարի 28-ին Օվալ սենյակում Դոնբասը չեմ զիջի։ Եվ դա Ուկրաինայի ինքնիշխանության գագաթնակետն էր, փայլուն օրինակ էր դա։ Եվ այդ ոչի հետ Ամերիկան ստիպված եղավ համակերպվել։ Հայաստանում ունենալ ազգային իշխանություն նշանակում է այո ունենալ դաշնակիցներ, բայց իշխանություն, որը կասի սիրելի Ամերիկա, ես քո ընկերն եմ, դու իմ դաշնակիցն ես, բայց ամուրսարը չպետք է բացվի, որովհետև դա իմ շահերից չի բխում։ Մեղրին պետք է վերահսկեմ ես։ Հայկական հարցը չպետք է փակվի, այսինքն շահերի համընկնում, բայց եթե չէ, հաստատ կան կարմիր գծեր, ցանկացած ինքնիշխան պետություն, որը որևէ մեկը իրավունք չունի խախտել, այդ թվում դաշնակիցը։ Հիմա ինչ վերաբերում է ՑՌՕ-ի տնօրենի այցին։ Ամերիկայի Միացյալ Նահանգների կենտրոնական հետախուզական վարչության պետ Ջոն Ռեդկլիֆը օգոստոսի 25-ին անսպասելի չհայտարարված այցով այցի մասին ռուսական կողմին տեղեկացրել էին ընդամենը ժամեր առաջ եւ Պուտինը հատուկ չեղարկել էր միջոցառում, որին ինքը անձամբ պիտի մասնակցեր, պատրաստվելով այդ այցին տեղի ունեցավ այցը։ Ջոն Ռեդկլիֆը այցելեց ԱՄՆ-ն մեծ ռազմատրանսպորտային օդանավով C-17, Boeing C-17, որը էլի շատ հետաքրքիր է։ Եվ ինքը Մոսկվայում էր ընդամենը 4 ժամ, որից հետո լքեց Մոսկվան, Ռիգայով թռնելով Վաշինգտոն։ Մի անգամից տարբեր վարկածներ սկսեցին հնչել, Wall Street Journal, Politico, Washington Post, թե ինչն էր խնդիրը այդ այցի եւ այլն, Պեսկովը ասեց, որ Պուտինի հետ հանդիպում չի եղել, որ Ռեդկլիֆը հանդիպել է իր գոլեգաների հետ, գործընկերների հետ հատուկ ծառայությունների գծով եւ այլն։ Հատուկ ծառայությունները ԱՄՆ-ի եւ Ռուսաստանի ունեն հատուկ կապ սառը պատերազմից ի վեր եւ փայլուն կերպով քննարկում են բոլոր հարցերը։ Եվ չկա այնպիսի հարց, որը որ պահանջի հատուկ անձամբ ՑՌՕ-ի շեֆի այցը Մոսկվա։ Վերջին անգամ ՑՌՕ-ի շեֆը ԿՀՎ-ի տնօրենը այցելել էր Մոսկվա 2021 թվականի նոյեմբերի 2-ին Մոսկվային ասելու համար մենք գիտենք, որ դուք հարձակվելու եք Ուկրաինայի վրա, մենք ունենք այդ տեղեկությունը, մի արեք, լավ չի լինի, վատ կլինի։ Այսինքն դա մի ուղերձ էր, որ այո, պիտի անձամբ փոխանցվի ԿՀՎ-ի տնօրենի մակարդակի պաշտոնյայի կողմից տետ-ա-տետ աչքերին նայելով Վլադիմիր Պուտինին։
Այն ժամանակ դա William Burns-ն էր եւ Պուտինը մերժեց այդ հորդորը եւ հարձակվեց։ Հիմա տարբեր վարկածներ հնչեցվեցին, մասնավորապես Արևմտյան մամուլը ասեց 3 վարկած, առաջինը Ռեդկլիֆը հորդորել է Մոսկվային դադարեցնել աջակցությունը Իրանին, երկրորդը չանել մոբիլիզացիա եւ երրորդը ասել էին, որ մենք տեղեկություն ունենք, որ դուք հարձակվելու եք կամ դիվերսիաներ եք անելու, գռեուի դիվերսիաներ բարձրան երկրների, Լեհաստանի, Ֆինլանդիայի հանդեպ, մի արեք, լավ չի լինի եւ այլն։ Թրամփը մերժեց այդ բոլոր վարկածները, ասեց, որ ոչ նա է ճիշտ, ոչ նա։ Իրականում ես համաձայն եմ Դոնալդ Թրամփի հետ, այս անգամ նա ճիշտ է խոսում, եւ այդ 3 պահանջները կարող էին անել եւ դիվանագիտական խողովակներով եւ հատուկ ծառայությունների։ Ուրեմն հայտնի դարձավ, որ Ջոն Ռեդկլիֆը հանդիպել է ՖՍԲ-ի 3-րդ վարչության պետ Դեպարտամենտ Վայեննեի կոնտրազվեդկի, ռազմական հակահետախուզության Թկաչովի եւ 5-րդ վարչության պետ SNG-ով զբաղվող Կամկովի, նրան նախորդող գեներալ Բեսեդային հանեցին բլիցկրիգը տապալվելուց հետո եւ այսօր Նարիշկինը հաստատեց, որ ինքը եւս անձամբ ներկա է եղել այդ հանդիպմանը, որից հետո Պուտինի հետ հանդիպման իմաստը կորել է։ Այստեղից ենթադրում ենք, որ այդ մեսիջը, որը բերել է, չի բավարարել ռուսական կողմից, նրանք արդեն իմացել են, որ Պուտինի հետ հանդիպելու իմաստ չունի։ Զուգահեռ Մոսկվայում է գտնվում Վատիկանի արտաքին հարցերի պատասխանատու կարդինալ Գարահերը, որը ըստ որոշ տեղեկությունների բերել է այն պլանը խաղաղության զինադադարի շփման գծով պլանը եւ ազատ տնտեսական գոտու պլանը Դոնբասում, որը արդեն մշակվել է համատեղ Ուկրաինա, Եվրամիություն եւ ԱՄՆ միասին, եւ արդեն այդ պլանը հրամցրել է, ներկայացրել է Լավրովին, նախատեսվում է նաեւ Գալագերի հանդիպումը Ուշակովի հետ, որ ավելի մեծ ֆիգուր է, քան Լավրովը եւ ավելի մոտ է կանգնած Պուտինի, բայց դեռևս այդ հանդիպումը չի կայացել, ինչը ելի վկայում է, որ այդ ամենը ռուսների սրտով չի։ Ավելին ասեմ, Ռեդկլիֆի հեռանալուց հետո դաժան հարձակման ենթարկվեց Կիևը։ Ինչ մեսիջ է բերել Ռեդկլիֆը։ Շատ վերլուծաբաններ ասում են, որ ամենայն հավանականությամբ միակ հարցը, որը կարող է անհանգստացնել ԱՄՆ-ին այնքան, որ նրանք ստիպված գործուղեն ՑՌՈ-ի շեֆին անձամբ եւ այդ մեսիջը փոխանցեն, դա Պուտինի անձնական անվտանգությունն է եւ նրա ռեժիմի տապալման վտանգը, որովհետեւ ԱՄՆ-ն ինչպես միշտ վախենում է այն ժամանակ ԽՍՀՄ-ի փլուզումից, հիմա Ռուսաստանի որպես միջուկային տերություն փլուզումից, քաոսից եւ այլն։ Այո, Պուտինը ագրեսոր է, նրանց համար թշնամի է, սրիկա է, չգիտեմ ինչ է, բայց Պուտինը ԱՄՆ-ի համար այնուամենայնիվ արդեն ծանոթ մարդ է, կառավարել է եւ նրանք չէին ցանկանա, որ Պուտինին հեռացնելուց հետո երկրում քաոս լինի, որտեղ նույնիսկ եթե Պուտինին փոխարինի պայմանական Միշուստինը կամ Սաբյանինը, որը խաղաղություն ստորագրի, դեռ փաստ չէ, որ նա կկարողանա պահպանել իշխանությունը, որտեղ կան շատ այլ արբանյակներ կամ աշտարակներ Կրեմլում, Սեչին, Պատրուշը, որոնք կարող են դրա հետ համաձայն չլինեն եւ ամեն ինչը վերածվի քաոսի։ Այսինքն ամենայն հավանականությամբ ԱՄՆ-ն ունի տեղեկություն, որ Պուտինյան ռեժիմին լուրջ վտանգ է սպառնում, imminent threat, ինչպես իրենք են սիրում ասել, վերահաս լուրջ վտանգ, այնքան լուրջ, որ դա արդեն օրերի հարց է եւ ՑՌՕ-ի շեֆը անձամբ շտաբ գալիս է զգուշացնելու համար Պուտինին եւ դրանից բխող քաոսի վտանգ է սպառնում Ռուսաստանին։ Ես վստահ եմ, որ Պուտինը այս անգամ էլ չի հավատա այդ ամենին, կբարձրացնի էսկալացիայի աստիճանը եւ ես վստահ եմ, որ մեզ սպասում է շատ անսպասելի կայծակնային քաոսային հանգուցալուծում, որը ավարտվելու է այն, ինչ ռուսները կոչում են սմուտայով Ռուսաստանում։ Եվ մի երկու խոսք, եթե թույլ տաք Իրանի վերաբերյալ, Ամերիկայի Միացյալ Նահանգները անցած երկուշաբթի, ուրեմն օգոստոսի 24-ին ֆինանսների նախարար Սկոտ Բեսենթը հայտարարեց Իրանի հանդեպ economic outcast operation, այսինքն
տնտեսական իզգոյի օպերացիա, իզգոյը հայերեն ոնց կլինի չգիտեմ, դաժան, աննախադեպ, պատմության մեջ նախադեպը չունեցող տնտեսական սանկցիաներ, իզոլացիա, պատերազմ, զգուշացվեցին բոլոր երկրները Թրամփը անձամբ կարծես թե հեռախոսազրույց է ունեցել շատ ղեկավարների հետ, այդ թվում Չինաստանի, Ռուսաստանի դադարեցնել բոլոր տեսակի օգնությունները Իրանին այլապես նրանք եւս կպատժվեն, ԱՄՆ-ն հասկացավ, որ այս ռեժիմի հետ որևէ գործարք հնարավոր չէ եւ ԱՄՆ-ն արդեն բաց տեքստով եւ Թրամփը եւ Սկոտ Բեսենտը ասցին, որ մենք գնում ենք ռեժիմի փոփոխության, որից հետո լինելու է անցումային փուլ, որը ղեկավարելու է Ռեզա Փահլավին եւ նա իր 100 օրվա այդ անցումային փուլի ծրագիրը ներկայացրել է արևմուտքում, արևմտյան շատ երկրների ղեկավարների հետ հանդիպելով, որից հետո ըստ այդ պլանի անցումային փուլից հետո Իրանի ժողովուրդը ինքը ընտրություններով որոշելու է եւ ինչ իշխանություն է ուզում տեսնել եւ իշխանության մոդելը նախագահական, կառավարական, խորհրդարանական եւ որ անձին է տեսնում երկրի ղեկին։ Ես կարծում եմ, որ նման մի բան պիտի տեղի ունենա Հայաստանում, այլապես մենք այս քաոսից դուրս չենք գա։ Ես ուզում եմ Շնորհակալություն, բայց հաշվի առեք, որ գրեթե ժամանակ չունեմ։ Ես Իրանի հետ կապված բառացիոն երկու բառ եմ ուզում ասել։ Այո, ծրագիրը այդպեսին է եւ նաեւ Ռուբյան պետքարտուղարը ասաց հետեւյալը, որ այս փուլում, քանի դեռ գնում են այս տնտեսական գործիքներ, տնտեսական պատերազմ եւ տնտեսական բլոկադան Իրանի սանկցիաները ուժեղ, պատերազմական գործողությունները դադարեցվելու են, դա ասաց պետքարտուղար Ռուբյան, այսինքն հիմնականում գնում են տնտեսական գործիքներով, հիմա Իրանին փորձելու համաձայն եմ նաև իշխանափոխություն անելու, բայց այստեղ մի քիչ շատ կարևոր բան կա Չինաստանի դիրքորոշումը, որը պաշտոնապես հայտնվեց, Չինաստանը ասաց, որ ինքը համաձայն չի այդ սանկցիաների հետ եւ ինքը չի ենթարկվելու այդ սանկցիաներին, դա ինչ է նշանակում, դա նշանակում է, որ մյուս գերտերությունը, իդեմս Չինաստանը եւ պարզա նաև Չինաստանի շուրջ եղած պրոքսիների փորձելու են պայքարել ամերիկյան այդ ծրագրի դեմ, միջև, որտեղ Սի Ցզինպինը շուտով գնալու է Վաշինգտոն, միջև Վաշինգտոնում իմ կարծիքով նոր համաձայնության չկան չինա-ամերիկյան, որտեղ կարող է լուծվի ոչ միայն Իրանի, այլ նաև աշխարհաքաղաքական մնացած հարցերը։ Շնորհակալություն պարոն այդ հետաքրքիր զրույցի համար, սիրելի բարեկամներ, սրանով մենք հաղորդումը ավարտում ենք, վերջում հիշեցնեմ, որ մեր հյուրերն էին ազգային օրակարգ խորհրդի նախագահ Արա Հակոբյանը, Հայաստանի Հանրապետության նախկին դեսպան եւ սրտային վերաբույժ բժշկական գիտությունների դոկտոր Վահե Գասպարյանը։ Մաղթում եմ ձեզ ամենայն բարիք եւ մինչեւ նոր հանդիպում։